Կարծում եմ շատ հանգամանալից եւ մանրամասն կերպով պաշտպանները առավել քան անհրաժեշտ էր ներկայացրեցին եւ հատկապես 319 հոդվածի այդ չարչրկված հոդվածի մեկնաբանությունը։ Եթե մեկնաբանությամբ են հոդվածները պարզապես տարածքը շատ լայն է։ Համը մարդ կարող է մեկնաբանել, բայց հստակ ֆիքսված արձանագրված է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Մեր քրեական օրենսգիրքը լինի կամ ընդհանրապես մեր օրենսդրությունը իր ամբողջության մեջ հիմնված է մի քանի կարևոր հիմնասյուների վրա, որոնցից առաջինը Սուրբ Գիրքն է, որին հղում չեն տալիս պարզը, հռոմեական օրենքն է, փորձառության, որոշ իմաստով Մխիթար Գոշի դատաստանագիրքն է, որոշ իմաստով Սմբատ Գունդստաբն է եւ այսպես շարունակ։ Սուրբ Գիրքը խոսում է մեղքի մասին, խոսում է, որ մեղքը միջավայրային է կամ մեր վարդապետությունը, բայց յուրաքանչյուր անհատ ինքը պատասխանատվություն է կրում այդ միջավայրի համար։ Եվ այլ կերպ ուրիշ օրենք որևէ ձևով հնարովի չի կարող լինել սրանից դուրս։ Ի վերջո մարդը անձնական պատասխանատվություն ունի եւ հետեւաբար այստեղ էլ քննվող գործի յուրաքանչյուր դետալը հիմնավորված 319-րդ չարչրկված հոդվածով հենց դրա մասին է խոսում։ Բայց ես ուրիշ հարց ունեմ պատվարժան դատարան։ Եվ նաեւ կուզեի էկզեգետիկայից խոսել, բայց այդ մյուս անգամների շատ առիթ կլինի։ Հարց ունեմ, թե ինչ է հաստատում օրինակ, ասենք, այս ապացույցների, այսպես կոչված ապացույցների, ես նորից եմ կրկնելու, սրանք ուղղակի արձանագրված փաստագրություններ են, ինչ որ մեկի կողմից արված։ Դրանք ապացույցներ չեն, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ։ Ապացույցը չի կարող կիսատ լինել, չի կարող հատված լինել, ընդհատված եւ ասվի, որ չգիտենք ինչ են խոսել։ Դա ապացույց չի կարող լինել։ Բացարձակ։ Իսկ այս գործը իր ամբողջության մեջ հենց դրա մասին է։ Այսպես կոչված ապացույցներ, օրինակ ինչ է հաստատում հունվար 2-ի խոսակցությունը, որի մասին նշեցին մեղադրող կողմը անցյալ թե նախանցյալ նիստի ընթացքում։ Հունվար 2-ի խոսակցությունը ինչ է հաստատում կամ հերքում։ Չեն պատասխանում, որովհետև գիտեն, որ ոչ բան չի հաստատում։ Բացարձակ, բայց դրա մասին խոսելը գլխավոր դատախազը։ Օրինակ, ինչ է հաստատում իմ տնից գտնված, օրինակ, ասենք, ինչեր խոզարկության ժամանակ գտնված այդ իրերը, օրինակ, ասենք, այն փոքրիկ գամերը, կամ երբ որ լեղապատառ ասում էին ուր է թաքստոցը, այդ թաքստոցները եւ այլն։ Տնից գտնված փաստաթղթերը, այն տխրահարճակ փաստաթուղթը ահաբեկչության մասին, օրինակ ինչ է, որի մասին քննչական կոմիտեի ղեկավարը շատ հպարտ հայտարարում էր, մինչև հիմա լուր, ծպտում չկա, չի էլ անելու ծպտում, չի կարող, որովհետև անպատասխանատու զրպարտող է նա։ Ինչ է հաստատում օրինակ, ապացույցը ձեր ձեռքերի մեջ է, կարող եք վկայակոչել դրան գտնված, ինչ է հաստատում։ Երկրորդ, ամենակարևոր բաները, ես դարձյալ չվերադառնամ փորձակնությունների թեմային, որ ինձ համար դրանք այլևս աբսուրդի ժանրից են ընդհանրապես, բայց գործը եթե մեկ կեղծիք ունի եւ մեկն ենգափոխում, դա այլևս գործ չի։ Միջազգային դատարաններում այդպես մեկ գործ, մեկ դեպք, կեղծված, նենգափոխված, դա փակված գործ է այլևս, որովհետև դա համարվելու է զրպարտություն։ Այդ մեկ գործը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, մեկ մեղքով, մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, մեկ մարդով էլ արդարացավ, այդ մեկը ամբողջին է վերաբերում։ Այդ փոքրիկ զանգվածն է թթխմորում ամբողջին։ Հիմա այդ մի գործը, եթե մեկ նենգափոխում կա, հետևաբար գործ չկա։ Իսկ ես ձեզ ասում եմ, որ մեկ նենգափոխում չի։ Եթե չասեմ 100-ով, կասեմ տասնյակներով նենգափոխումը։ Նույնիսկ բառեր ավելացած են, հիմա դրա մասին չեմ խոսում։ Բայց ինչ է հաստատում սա, որ օրը տեղի ունենար այդ այսպես կոչված ահաբեկցություն, կա որևէ տեղ փաստ, կա արձանագրություն, կա ահաբեկչություն կամ որևէ գործողություն անելու համար պետք է լինի
վայրը, կարծում եմ պետք է լինի օրը, ժամանակը եւ պետք է լինի օբյեկտը։ Ովքեր էին այդ օբյեկտը կամ ով էր օբյեկտը։ Նշում կա այդպիսի բան։ Ուրեմն, քանի որ այս դատարանում, պատվարժան դատարան, այսպիսի վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրող կողմից, իրավունք է տալիս ուրեմն Հայաստանի Հանրապետության այսպես կոչված արտգործնախարարին, որը ես շատ լավ եմ ճանաչում, Եվրոպայի պարլամենտում խորհրդում հետևյալն ասելու. Հայաստանում հոգևորականների նկատմամբ բալաստանք չկա։ Սա կարող ես մի հատ բացել։ Civic-ում է իմիջայլոց, որ չասեն կեղծվածը։ Խնդրում եմ, կներեք։ Ուրեմն որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։ Սա բացահայտ ձևով են արել։ Հիմա ամենակարևորը, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում, ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են, նաև սպանության կոչեր են արել։ Հիմա այս գործը ամբողջության մեջ բանաձևվածը այս մարդու խոսքում, այս անպատասխանատու մարդու խոսքում եւս մի զրպարտիչ, եւս մի ստախոս։ Հիմա եթե դատարան գնանք այս խոսքի համար, կասի ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ, դու մարդկանց կյանքին է ձեր ասածները վերաբերում։ Եվ այդպես շարունակ 14, 15, 20 հոգի խորհրդարանից բռնած մարդիկ կան, որոնք ափեղ-ծփեղ կներեք այս արտահայտությունը, բերանները բացել են։ Հիմա դատարաններում խելոք գալիս են, ասում են քաղաքական գնահատական է տվել, պատվարժան դատարան։ Հիմա ես եթե ելնեմ այստեղ ինչ ուզեք ասեմ, ձեզ ասեմ, մեղադրողին ասեմ, չգիտեմ ում ասեմ, ինձ կարգ իրավունք ասեմ քաղաքական գնահատական եմ տվել, կանցնի դա, կընդունվի ձեր կողմից։ Մարդուն մեղադրում են գործակալ լինելու փողեր լվանալու մեջ, կոնկրետ իմ պարագային, հետո ասում են դե բան էր, վերացական գնահատական էր։ Այս պատճառով, այսպիսի վերաբերմունքի պատճառով ենք մենք հասել այսօրվան։ Մարդիկ չեն հասկանում, որ սա մարդկանց կյանքի հետ է կապված, մարդկանց կյանքին է ուղղակի առնչված, տնից զրկել եք մարդկանց։ Վահագն Չախալյանը որևէ կերպով չի առնչվում եւ տարբերություն չունի մյուսների գործը, բայց այսօր կալանքի տակ է։ Իմ մասին չեմ ասում։ Ես չեմ համագործակցելու որևէ կերպով, բայց դրա մասին չխոսք է։ Հիմա օրը կա, դատախազին հարցնում են օրը կա, ինչ օր ասեք ասեց։ Էլ խաչվերած, էլ օգոստոս, էլ սեպտեմբեր, էլ նոյեմբեր, էլ 24 թիվ, էլ 25 թիվ, ինչ ասես ասել է խորհրդարանի ամբիոնից, չեմ չափազանցում։ Քննչական կոմիտեի ղեկավար, տո պատգամավորներ, տո չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ընդհանրապես անկենսագիր մարդկանց մասին չեմ էլ ուզում խոսել ես։ Օրը կա, բացարձակ, օբյեկտը կա, բացարձակ, գործիքը կա, բացարձակ չկա։ Հնարել են հարվածային խմբեր, այո, ես եմ ասել հարվածային խմբեր, բայց ես միևնույն ժամանակ ասել եմ ֆուտբոլի թիմ, ասել եմ խրամատ, ասել եմ առաջնագիծ, այլաբանորեն պատկերավոր խոսում ենք մարդկանց հետ, դուք որևէ մեկը չի ասում, ասենք մեկին, որ կներեք, ես կենցաղային օրինակ կդիպեմ, մեկին, որ ասում են պարսկերեն բառը վարունգ, այդ մարդը դարձավ վարունգ, չէ, կամ ասենք խորհրդարանում լիքը մականունավորներ կան, դրանց անունները դիմում են, այդ դարձան դրանք, ոչ, մարդուն կասենք քաղաքական գնահատական է, վերջ, քաղաքական վերացարկված, վերաբերելի չէր այս գործին, էդ էլ ուրիշ բառ, վերաբերելի չէր, ինչը վերաբերելի չէր, այս գործը ամբողջության մեջ մի մասն է ընդ որում, ես հիմա դետալներ եմ ներկայացնում, որի իրավասությունը երևի չունեմ են, բայց վերջում հայտարարություն եմ անում, պետք է խնդրեմ թույլ տաք անում։ Ուրեմն, այս գործը մի մասով կտրված է այսպես անջատված, նույն ձայնագրությունները, նույն տան, կամ կողքի, կամ որևէ տարածքում, ասում են սա գործ չի, մեղադրանքի հետ կապ չունի, բայց այս սա մեղադրանքի հետ կապ ունի։ Եթե ամբողջության մեջ չեք գնահատելու դա,
Ինչ ուզեք կդնեք մեջը։ Ինչ կերպ ուզեք կդնեք։ Մի հատվածը կվերցնեք, կդնեք, մյուսները կասեք չի վերաբերում։ Օրինակ ասենք, իմ խցխուց ձայնագրություններ լսել են, արձանագրել են, կապել են գործի հետ, բայց չկա մեղադրականում։ Որպես փաստ պետք է դրվել։ Հունիսի 4-ի դրվագը, որի մասին խոսում եմ ես, անընդհատ չկա։ Ինչու չկա, որովհետև այդ մեկ ամբողջական խոսակցություն կոչվածը, որը նորից եմ ասում, փորձաքննություն չի անցել, հետքումը ամբողջ այդ 8 ամսվա, 10 ամսվա այդ հնթի ձայնագրությունները, անցյալ անգամ ասել եմ պատվարժան, կներեք երկարացնում եմ, ասել եմ անցյալ եմ, ես ձայնագրեի, գործ անեի, շատ ավելի լավ կանեի։ Ուրեմն, այսպիսի կոչերի պատճառը դառնում այսպիսի վերաբերմունքը։ Եվ նաև ԵԽԽՎ-ում որոշակի արձանագրումներ են կատարում, որի մասին ես հիմա կանդրադառնում եւ լավ են վերաբերելի այս գործին, որովհետեւ հղում այնտեղը նաև իմ մտի ունենալով հենց այս գործը։